Ողջույն, հերթական առաջադրանքը Արտաշատ համայնքի Մղջան գյուղից է։ Դավիթ Դավթյանը մեզ հանձնարարել է գնալ Մասիս քաղաք եւ երեխաների միջև կազմակերպել տաղանդերի մրցույթ։ Դե, գնանք։ Գնացինք։ Օրևես ինչ ուժեղ ձյունա գալիս Մասիսում, հիմա որտեղից ենք դրսում երեխաներ գտնելու։ Գիտես ինչ եմ առաջարկում, մտնենք մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն, այնտեղ հաստատ երեխաներ կլինեն, էլի։ Դե արի գնանք, տեղը գիտես։ Հա, հիշում եմ տեղը մոտավոր։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, բարով եք եկել։ Մենք Արարատ հեռուստաընկերությունից ենք եւ առաջադրանք ենք ստացել, որ Մասիս քաղաքում տաղանդերի մրցույթ կազմակերպենք։ Ես էլ առաջարկեցի, որ երեխաներին խնդրենք ձեր դպրոցում։ Դուք ճիշտ հասցեով եք եկել, մենք ունենք շատ շնորհալի երեխաներ, կարծում եմ իրենք դեմ չեն լինի, բայց կարող եմ ճշտել եւ ձեզ ասել։ Սիրով։ Բարև ձեզ երեխաներ։ Բարև ձեզ։ Արարատ TV-ն ուրեմն ուզում եմ հայտնել, մրցույթ է հայտարարել շնորհալիների, տաղանդավոր երեխաների։ Ովքեր կուզեն մասնակցել այդ մրցույթին։ Այդ դեպքում եկեք ինձ հետ։ Ողջույն սիրելի ներկաներ, բոլորդ գիտեք, թե ինչի համար ենք այստեղ հավաքվել, տեղեկացնեմ, որ Մասիս քաղաքի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները արդեն պատրաստ են եւ իրենց ելույթներով կզարմացնեն մեզ։ FT Telecom ընկերությունը բոլոր մասնակիցների համար պատրաստել է նվերներ, իսկ գլխավոր մրցանակը կհանձնենք հաղթողին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Խնդրում եմ ներկայացեք։ Ես Ալեն Մկրտչյանն եմ, այսօրվա համերգի համար պատրաստել եմ մուտք համարը։ Սիրով կլսենք քեզ, Ալեն ջան։ Ապրես Ալեն ջան, քո ելույթը 1-ից 10 բալային համակարգով գնահատում եմ 8։ Մերսի շատ։ Ես մի գնամ հեռացի։ Քանի որ ես դհոլ շատ եմ սիրում ու շատ հավանեցի քո կատարումը, գնահատում եմ 9։ Մերսի շատ։ Ճանապարհենք Ալենի եւ սպասենք մեր հաջորդ մասնակցին։ Այսօր մենք կներկայացնենք Արև կիսաշրջազգեստը։ Դե եկեք տեսնենք, թե այսօր ինչ է կարելու մեզ համար։ Այո, սպասենք արդյունքները։ Հիմա Գայանեն կներկայացնի իր ձևածը։ Ձևում ենք միլիմետրովկայի վրա, այնուհետև պետք է անցկացնենք կտորի վրա։ Եվ վերջում ստացանք այսպիսի կիսաշրջազգեստ։ Շատ տպավորիչ էր աղջիկներ։ 8։ Քանի որ կիսաշրջազգեստը կոչվում է Արև, ահա, հոգեհարազատ անուն է, էլի։ Ես ձեզ գնահատում եմ 10։ Ասեմ ինձ 10, որովհետև մեր օրերում ոչ բոլոր աղջիկներն են կարու ձևով զբաղվում եւ ապրեք դուք։ Շնորհակալություն։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մենք Շինարյանի խմբակն ենք։ Ուզում ենք սկզբից Շինարյան բարևի ողջունի խոսքերն ասենք ու վերջում եկենք։ Ձեզ ենք լսում։ 欢迎来到我们的中文班 Բարի գալուս մեր Շինարյանի խմբակ։ Երեխեք, ինչպես կասեք Չինարեն, ես սիրում եմ Արարատ հեռուստաընկերությունը եւ դիտում եմ ֆիլմերը։ 我们很喜欢 Ararat TV， 我们看
Թաման դա ֆիլմերը Տիանին Դե լսում ենք ձեր երգը։ Ածայ մանլի տենգոնի Տեն մի սյաու դա դո տեն մի Շնի ման տեն դա դո շնի Zainali tiendoni Mire syaroto yang suci Wahir shi sambuci Շատ լավ է։ Անահիտյան, ինչու չինարեն։ Ես ընդհանրապես սիրում եմ ասիական երկրները ու երբ իմացա, որ մանկապատանեկանում կա չինարենի խմբակ, շատ ուրախացա, մտածեցի, որ լավ կլիներ, եթե սովորեի չինարեն։ Ու հիմա մտքեր ունեմ, սովորեմ Չինաստանում։ Անպայման դու կհասնես քո նպատակին, ես վստահ եմ, եւ քեզ գնահատում եմ ձեր խմբի կատարմանը, գնահատում եմ 10։ Շատ տարբերվեց Մերսի շատ։ Սուրեն դու եւս ցանկություն ունես Չինաստան տեղափոխվելու։ Հա, շատ եմ ուզում գնամ Չինաստան, այնտեղ սովորեմ ու մեծ հաջողությունների էլի հասնեմ։ Ձեզ ողջևորելու համար եկեք ձեր խմբին նշանակենք 10։ Մերսի շատ, սեսի։ Ձեր շնորհակալություն։ Բարև ձեզ, ես Գառնիկ Ալեքսանյանն եմ, պատրաստելու ենք, քանի որ շուտով գարնանամուտ է, պատրաստելու ենք արև ծաղիկ։ Այս բոլորը արև են պատրաստում, ես գնամ եմ այստեղից։ Բայց աչքս են վարունգի վրա կուտես սրկոտները։ Չէ։ Սրկոտ։ Չեք նայում, չէ։ Ես ոնց կան։ Ստուգտի մտնենք ուտենք։ Մենք վերջացրեցինք աշխատանքը։ Դե բերեք տեսնենք ինչ եք պատրաստել։ Իսկապես որ արև է։ Ծափարենք մեր տղաներին։ Տղաներ, ձեր ապագան պատկերացնում եք խոհարարության ոլորտում։ Այո։ Քույր արևի կարի ասենք պրոտոկոլ։ Ասեք ընկերների, ինչ է գնահատում։ Ես ես գնահատում եմ 7։ Ես էլ գնահատում եմ 8։ Ողջևորում ենք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Արև։ Ոնց եք։ Լավ ենք, դու ո՞նց ես։ Լավ։ Այսօր ինչ ես պատրաստել մեզ համար։ Թաթա Սիմոնյանի Քայլարա շիտակ երգը։ Հե, լսում ենք քեզ։ Հայրենիք անկախ եւ ազատ Հայրենիք իմ մայր հարազատ Զավակները ծսող անձեհեր Ըսում են լերները տալեհեր Չթողնես մոտենա թշնամին Նշտեհի այնարինին Քայլարարաչ, քայլարա շիտակ Քայլարա շիտակ, քայլարա շիտակ Զինվոր, ու եկես բանա, հայկական Քայլարարաչ, քայլարա շիտակ Քայլարա շիտակ, քայլարա շիտակ Զինվոր, ու եկես բանա, հայկական Ոչ շեղասալակ Հովանե, շնորհակալ ենք Շնորհակալություն։ հրաշալի երգելու համար։ Ապրես որ հայրենասիրական երգ ես ընտրել, ապրես որ ինձ արացրեցիր, դրա համար քեզ գնահատում եմ 10։ Շնորհակալություն շատ։
Եվ ես քեզ գնահատում եմ իհարկե 10, Ապրեք շատ։ որովհետև նմանատիպ երգերը պետք է մեր բանակին ոգեշնչելու համար։ Շնորհակալություն շատ։ Ձեզ էլ, հանդիսատեսներին է ինձ էլ։ Ես Էլիզա Մկրտչյանն եմ։ Բարև ձեզ։ Ես էլ Օհանյան Նարեն եմ։ Մենք հաճախում ենք նկարչության եւ պատրաստել ենք մի քանի նկարներ։ Հիմա ցույց կտանք։ Ես նկարել եմ վարդակակաչ։ Օգտագործել եմ հասարակ մատիտ, հետո գունավորել եմ գունավոր մատիտներով։ Ես այստեղ նկարել եմ բնություն։ Այստեղ նկարել եմ յասամաններ, կակաչներ եւ թռչունները չվում են։ Ես այստեղ նկարել եմ ծաղիկ, որտեղ կան զատիկներ։ Ես այստեղ նկարել եմ ծաղիկ, ծաղկի անունն է Հիրիկ։ Ինչ է գնահատում ընկերներին։ Ես 9։ Դե ես էլ նրանց ոգևորելու համար 10։ Շնորհակալություն։ Աղջիկներ միայն հայկական պարեր եք սովորում։ Ոչ, մենք սովորում ենք տարբեր ժանրի պարեր, բայց հայկականը այս միջոցառման համար պատրաստել ենք հայկականը։ Բավական եմ շատ։ Ես ձեզ գնահատում եմ 10, որովհետև շատ գեղեցիկ համար էր։ Ապրեք։ Ես էլ ձեզ նշանակում եմ 9։ Շնորհակալություն։ Բարև ձեզ, մենք այսօր կատարելու ենք մի փոքր սանրվածք, կատարել ենք մի փոքր նախապատրաստում մոդելիս մազերի վրա, հիմա կներկայացնենք ընթացքը և ցուցադրենք վերջնական արդյունքը։ Ամբողջ պրոցեսի ընթացքում ինձ կօգնի Մարին, մենք կատարելու ենք այսօր մի սանրվածք, որը ինձ թվում է համ իր դեմքի, մոդելի դեմքի շատ համապատասխան է, մենք կտրել ենք շատ համապատասխան սանրվածք։ Այս սանրվածքը շատ դյուրին է և ինձ թվում է առօրյայում բոլորը կարող են կրկնօրինակել այս սանրվածքը։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ։ Ես նշանակում եմ 8։ Շնորհակալություն։ Ես գնահատում եմ 9 ձեր համատեղ աշխատանքը եւ շնորհակալություն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն մասնակցության համար։ Եվա, բոլորս փշաքաղվեցինք, ապրեստու։ Դու Արցախից ես։ Այո։ Եվա ջան, ապրես շատ, անկեղծ հուզեցիր ինձ, ու ես քեզ գնահատում եմ 10, որովհետև ամենաբարձրը 10-ն է։ Շնորհակալություն։ Ես էլ գնահատում եմ 9։ Շնորհակալություն։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։
Մենք Մասիս համայնքի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի Մասիս նոր սերունդ թատերախումբն ենք։ Ի դեպ, մեր գեղարվեստական ղեկավարը Արշակ Ղազարյանն է։ Խնդրում եմ ծափարություններ։ Ինչ եք այսօր պատրաստել մեզ համար։ Մենք այսօր պատրաստել ենք զինվորի երգը։
Շատ տպավորված եմ ձեր ելույթից։ Կարող եմ ասել, որ այսօրվա լավագույններից էր, ապրեք շատ, իրոք հուզվեցինք բոլորս եւս մեկ անգամ գնահատեցինք մեր մայրիկներին ու իրենց դերը, մեր զինվորներին նաեւ եւ ես ձեզ գնահատում եմ 10։ Շնորհակալություն։ Ներկայացման շնորհիվ հասկացանք, թե որքան դժվար է մարդ լինելը, եւ դա կյանքում ամենակարևոր մասնագիտությունն է, որը ձեռք են բերելու բոլոր աղջիկները։ Չեմ կարող 10 չնշանակել։ Շնորհակալ ենք, իրոք տպավորված ենք ու ապրեք բոլորը։ Շնորհակալ ենք։ Ուզում ենք շնորհակալություն հայտնել Մասիս քաղաքի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի տնօրենությանը մեզ այս կերպ ընդունելու համար ու մասնակիցներ ջան, ձեզ եւս մեծ շնորհակալություն, որ չմերժեցիք, եկաք եւ ներկայացրեցիք ձեր ապագա մասնագիտությունները մեզ։ Շատ տպավորված ենք, բոլորդ էլ հիանալի ելույթ ունեցաք, ու ինչպես ասում են, կարևորը մասնակցությունն է, ոչ թե հաղթելը։ Ձեզ ամբողջ Հայաստանը կտեսնի, կճանաչի, կիմանա, որ Մասիս քաղաքում այսպիսի հիանալի երիտասարդություն ունենք, ովքեր մեր վաղվա ապագան են։ Մենք Efnet Telecom ընկերության կողմից ձեզ հանձնելու ենք Հայաստանի ազգային պատկերասրահի տոմսեր, անպայման կայցելեք մեր պատկերասրահներ եւ ձեր գիտելիքները ավելի կընդլայնվեն։ Ինչպես սկզբում նշեցինք, Efnet Telecom ընկերությունը գլխավոր մրցանակ է պատրաստել նաև հաղթողի համար, իսկ սկզբանե որոշել ենք, որ մեկ հաղթող է լինելու, բայց ելույթները այնքան լավն էին, որ չկարողացանք ընտրել մեկ մասնակցի, ուստի ընտրել ենք 2 մասնակցի, այսինքն ունենք 2 հաղթող։ Ահա, եւ մեզ մոտ ենք հրավիրում Չինարեն խմբի սաներին։ Քանի որ մենք դուք արվեստի ներկայացուցիչներ եք եւ ուզում ենք, որպեսզի արվեստին մոտ լինենք ավելի, եւ ձեզ ենք հանձնում Հովհաննես Թումանյանի եւ Կոմիտասի ծննդյան 150-ամյակին նվիրված պատկերագիրքը, որպեսզի ուսումնասիրեք, չինարենի հետ մեկտեղ հայոց լեզուն չմոռանաք։ Ով կարող է գուշակել, ով է մեր երկրորդ հաղթողը։ Միանշանակ թատերական խումբը։ Ձեզ ենք հանձնում այսպիսին է դալին։ Վստահ եմ, որ կփոխանցեք միմյանց եւ բոլորդ կնայեք, կկարդաք, կուսումնասիրեք։ Ձեզ շնորհակալություն եւ մասնակցության համար եւ փայլուն ելույթի համար։ Այսպիսով կատարեցինք Դավիթի առաջադրանքը։ Եթե դուք եք ուզում, որ ձեր առաջադրանքները կատարենք, ապա մեկնաբանություններում գրեք առաջադրանք, գործողություն կամ հաղորդագրության տեսքով դա ուղարկեք մեզ։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև մեր գլխավոր հովանավոր Efnet Telecom ընկերությանը։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Ձեզ հետ էր ինչպես միշտ Արևիկը ու ես ու Վահագը։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ, ուրբաթ օրը Արարատի եթերում։ Այո, արագ ցուրտո։ Հայլելելե, լելե, հայլելելե, լելե, հայլելելե, լելե, հայլելելե, լելե, հե